Հաճախ տղամարդկանց անհանգստացնում է ցավի և մռմռոցի առկայությունը միզուկում, հատկապես սերմնաժետման ժամանակ։ Ինչի մասին պետք է մտածել այս պարագայում։ Երկու բան կարող եք մտածել, որ կամ սերմնահեղուկն է բորբոքված, կամ բորբոքված է միզուկը։ Երկու դեպքում էլ սերմը դատարկելու process-ի ընթացքում դուք ունենալու եք ցավի, այրոցի և տհաճության զգացում։ Սակայն շատերը մտածում են, որ ուղղակի մրսել են։ Երեք գնացել էին Սևան, լողացան թաց գետնին պարկան մրսեցին, դրամ արել տենց խնդիր առաջ։ Ցավոք պետք է հիասթափեցնեմ ձեզ, սիրելիներս, մրսելուց նման խնդիր չեմ ասի, որ չի առաջանում, բայց մրսելու հանգամանքը հետևյալն է։ Մրսելուց ուղղակի եղած խնդիրներն են գլուխ բարձրացնում։ Դուք պատկերացնում եք, եթե ամեն մրսողի մոտ հանկարծ առաջանար շագանակագեղձի սուր բորբոքային process։ Այնպես որ, եթե դուք սերմը դատարկելու ընթացքում ունեք մռմռոցի և այրոցի զգացողություն, ամենայն հավանականությամբ կարելի ասել 90 և ավել տոկոսով սա վկայում է բորբոքային process-ի առկայության մասին։ Եվ դուք հապշտապ ուզում եք իմանալ, թե կոնկրետ ինչ բորբոքման մասն է, հապշտապ չեք կարող իմանալ, ձեզ պետք է լինում այցելություն որոշակի անալիզների մեզի, սերմի և քսուկի անալիզների հանձնում, որի արդյունքում հնարավոր է լինում հասկանալ, թե ինչ բորբոքման մասին է կոնկրետ խոսքը։ Ինչի համար ենք մենք կարևորում, թե կոնկրետ ինչ բորբոքման մասին է խոսքը գնում, որովհետև տարբեր տեսակի ինֆեկցիաների դեպքում դեղորայքային լուծման տարբերակները տարբեր են։ Չկա ունիվերսալ դեղորայքներ, մոռացեք այդ մասին։ Դեղորայք, մի տեսակի դեղորայք, որ դուք խմեք, սա հիվանդությունները մաքրում է, ոնց որ ապտեկայում տենց տենդեց կա, հա, որ վերցրու էսի խմի մրսած է, սա կանցնի։ Սա դեղատան կամ դեղագործների մոտեցումն է։ Մեր բժիշկներից մոտեցումը տարբեր է։ Գոյություն ունի հիվանդության բուժման սխեմա, գոյություն ունի հիվանդությունների բուժման առաջի շարքի պրեպարատ, երկրորդ շարքի պրեպարատ, երրորդ շարքի պրեպարատ։ Որ շարքի պրեպարատը ընտրել, ում մոտ ոնցի բուժումը իրականացնել, բժիշկը պետք է աշխատելով պացիենտի հետ հասկանա, թե ինչ տեսակի բուժումն է ամենաարդյունավետը, մատչելին և չվնասողը։ Որովհետև նման իրավիճակում մռմռոց և այրոց սերմը դատարկելու process-ի ժամանակ կարող է պայմանավորված լինել նաև ոչ սեռավարակային տեսակի հիվանդություններով, օրինակ աղիքային միկրոբներ, մաշկային միկրոբներ կամ այլ օրգան համակարգերի հիվանդություններով պայմանավորված միկրոբներ, որոնք շրջանառություն կատարելով այրան մեջ հայտնվել են շագանակագիր։ Այսպիսով անալիզը հնարավորություն է տալիս հստակ հասկանալ կոնկրետ ինչ վիրուսի մասին է խոսքը և հստակ հասկանալ ինչպիսի բուժման սխեմա իրականացնել։ Մի վտանգեք ձեր առողջությունը, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, որովհետև դա կարող է ունենալ շատ վատ հետևանքներ ձեր առողջության։ Մասնավորապես նրանում, որ դուք ընդունելով որոշակի դեղորայքներ և ծածկելով հիվանդության իրական պատճառը, նպաստում եք, որպեսզի այդ խնդիրը հետագայում ավելի բարդ